Շնորհակալ եմ շատ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Իհարկե կարելի է։ Բարև ձեզ։ Հա, տվեք։ Բարև ձեզ ժողովուրդ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ ժողովուրդ։ Բարև ձեզ։ Քարտեզն երեխեք ջան, ձեզ քարտեզն է բերեմ։ Լավ եք երեխեք, ձեզ էլ քարտեզն է բերեմ։ Քեզ Բարոն Փաշինյան Մադենիզեն, քույց երկով խնդրեմ եմ։ Լավ է։ Ես քույց հարը տամ։ Էլի տվեք քարտը։ Բարև ձեզ երեխեք ջան։ Բարև ձեզ։ Էլի տու։ Մի րոպե։ Հա, չէ։ Փաշինյան ջան, Հաջա։ Աղել եմ քարտեզ մերն քեզ։ Երկու հատ կաց։ Բարնիկներից։ Անցա։ Շատ Բարև ձեզ։ Աղթելու ենք։ Բարև։ Լավ շնորհակալ եմ։ Մերս պարամները շատ են ուզում բարև։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ծաղկաձոր խոշորացված վարքի և հարակից գյուղերի սիրելի բնակիչներ, ովքեր կան հարակից գյուղերից, որովհետև ճանապարհին կանգնեցինք, ասցին մի մասը որ գալու են, չգիտեմ հասել են թե չէ, նա գալիս է։ Ողջունում եմ բոլորիդ, ողջունում եմ, բարի լույս, բարի առավոտ։ Ես ուզում եմ սիրելի մեղրաձորցիներ, ձեզ հետ կիսել իմ տպավորությունները այսօրվա Հայաստանի մասին, որովհետև նաև քարոզարշավ, որ ամբողջ հանրապետությունում պտտվում ենք, նախկինում էլ աշխատանքային այցերը մի քիչ ուրիշ են, բայց քարոզարշավը ավելի շատ եմ ժամանակ անցկացնում բնակավայրերում, մարդկանց մեջ շփման մեջ, եւ գիտեք ինչ զգացողություն կա, որ լինում է չէ, որ մարդ երկարատև ճամփորդությունից հետո, շատ երկար ճամփորդությունից հետո վերադառնում է տուն։ Վերադառնում է տուն, ոնց է գալիս է, նստում է իր տանը, երբ որ հասնում է իր տուն, իր բազկաթոռին կամ իր բազմոցին նստում է, մարդու զգացողությունը մի տեսակ փոխվում է, որովհետև այդ դեգերումներից վերադարձածի հոգեվիճակը, երբ որ ինքը գիտի, որ վերջ վերադարձել է, ինքը տանն է, ինքը տեղ է ապրելու, իր երեխեքը տեղ է ապրելու, իր թոռը տեղ է ապրելու, իր սերունդները տեղ է ապրելու, եւ ինքը այլևս բախտ փնտրելու կարիք չունի, որովհետև իր բախտը իր տունն է։ Իմ ընկալմամբ այսօր Հայաստանը այդ զգացողության մեջ է։ Այս ուրեմն գրականության մեջ ամենահայտնի գործերից մեկը մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում գրած ոդիսական պոեմն է, որը Հոմերոսը մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում չել գրել, բանավոր է ստեղծել այդ պոեմը, հետո դա ձևակերպվել է։
Եվ իմաստը նրա մեջ է, որ Ոդիսևսը գնում է Տրոյայի պատերազմ եւ վերադառնալիս աստվածների դավադրությամբ շատ երկար չի գտնում հետադարձությունը տուն, չի գտնում եւ երկար տարիներ է տևում մինչեւ վերադառնում է ինքը տուն։ Ես այսօր առավոտից հետ եմ մտածում այդ մտքերով, որ 88 թվականին մենք ըստ էության գնացել ենք կռիվ, էլի պատերազմ ու 88 թվից մինչև 2024 թվականը տուն չենք վերադարձել, այդ մեր ոդիսականն է եղել։ Այն տարբերությամբ, որ եթե Ոդիսևսը նավով է ճամփորդել եւ իր դեգերումները նավով են եղել, մեր դեգերումները մեր մտքի մեջ են եղել։ Մենք գնացել ենք կռիվ ու Հայաստան չենք վերադարձել։ Ու Հայաստանում այդ տան զգացողությունը չենք ունեցել, չենք ապրել։ Այդ զգացողությունը, որ մենք տանն ենք, չենք ունեցել։ Եվ անընդհատ մենք Հայաստանում մեզ զգացել ենք ճամփորդի կարգավիճակում, որ գնում ենք, ինչ որ միտեղ ենք գնում, ինչ որ մի հայրենիք ենք փնտրում, ինչ որ մի հանգրվան ենք փնտրում։ Եվ մենակ 2024 թվականին է եկել այդ զգացողությունը, որ լսեք, մենք տանն ենք ոնց որ։ Մեզ պետք չի փնտրել։ Եվ մենք այդ զգացողության մեջ ենք, որ երկարատև ճամփորդությունից հետո վերադարձել ենք տուն ու նստել ենք, տենց բանկա հայերենում ոնց որ տենց բարբարների մեջ տուն նստել հասկացություն կա, չէ՞։ Ասում են Իջևանում օրինակ ասում են տունա նստել, այսինքն տնավորվելա տունա նստել։ Հիմա մեզ հետ է տեղի ունենում ժողովուրդ, մենք տուն ենք նստում, որովհետև մենք հասկանում ենք, որ մեր տունը Հայաստանի Հանրապետությունն է, եւ մենք ստեղ տնավորվում ենք եւ ստեղ պետքա ապրենք դարերով ու հազարամյակներով։ Մեր քաղաքական իրականության մեջ շատ էական մի բան է փոխվում, երբ որ մենք խոսել ենք հազարամյակների մասին, այդ հազարամյակները միշտ թիկունքում է եղել, անցյալում է եղել։ Մեր իրականության առավել եւս որևէ քաղաքական, մշակութային, տնտեսական որևէ իրականության մեջ մենք հազարամյակ եւ որ ասել ենք, մենք միշտ հետ ենք նայել, որովհետեւ մեր դիմացը չի եղել հազարամյակ, բայց չի եղել, որովհետեւ մենք չենք մտածել, որովհետեւ մենք պետք է մտածենք, որ լինի, որովհետեւ այն ինչ որ իրականության մեջ տեղի է ունենում, նախ մեր մտքում է տեղի ունենում։ Եվ այսօր այդ շատ կարևոր սոցիալ հոգեբանական փոփոխությունն է տեղի ունենում, որ մենք հազարամյակ ասելով հասկանում ենք ոչ միայն մեր անցած ճանապարհը, այլև մեր գալիք ճանապարհը։ Մենք հազարամյակ ասելով մտածում ենք ու պիտի մտածենք ոչ միայն անցած հազարամյակի, այլ գալիք հազարամյակի։ Եվ ընդհակառակը անցած հազարամյակը մեզ պետքա ոչ թե ողբի համար, այլ պետքա հաջորդ հազարամյակը կառուցելու համար որպես կյանքի հազարամյակ եւ ոչ թե կորուստների, ողբերգությունների, ցեղասպանությունների հազարամյակ։ Եվ մենք այսօր Հայաստանի Հանրապետությունում այդ է տեղի ունենում, մենք տուն ենք նստել եւ տուն ենք նստում։ Եվ մենք դուրս ենք գալիս, մենք դպրոց ենք կառուցում, մանկապարտեզ ենք կառուցում, մենք մտածում ենք մարդկանց առողջության մասին, մենք մտածում ենք թոշակի մասին, մենք մտածում ենք ճանապարհների մասին, բայց զուգահեռ ուրիշ մի process էլ է տեղի ունենում, որովհետև տուն նստել այդ հանգստության զգացող ես գործնականում 90-ականների սկզբից բոլոր քաղաքական process-ներին մասնակցել եմ, որպես լրագրող, որպես արդեն քաղաքական գործիչ, ես երբեք այսպիսի հանդարտության քարոզարշավ չեմ տեսել։ Դա տուն վերադարձածի հանդարտությունն է, տուն վերադարձածի, ինչքան էլ հոգնածլնես, ջարդվածլնես, ինչքան էլ խնդիրներ ունեցածլնես, որ գալիս ես տանը դուռը բացում ես, հետևիցդ փակում ես, նստում ես, գնում ես քո սիրած բասկաթոռին կամ բազմոցին նստում ես, հանդարտություն է իջնում։ Եվ դա տեղի ունենում, բայց զուգահեռ տեղի է ունենում նաև ուրիշ process, որովհետև երբ որ հանդարտ ես, կենտրոնանում ես գործիդ վրա, կենտրոնանում ես արդեն ես զարմանում եմ, մենք ոնց չենք նկատել, որ մեր երկիրը ավերակ է,
Մենք ոնց ենք հանդուրժել, որովհետև մենք մտքով ստեղ չենք եղել ժողովուրդ։ Մենք մտքով ուրիշ տեղ ենք եղել։ Մենք մտքով Տրոյաններում ենք եղել, չգիտեմ, ուրիշ կռիվների, ուրիշ պատերազմների, ուրիշ հայրենիքներում ենք եղել մտքով։ Եվ դրա համար չենք նկատել մեր իրականությունը։ Եվ մենք այսօր կենտրոնացել ենք մեր իրականության վրա։ Մեզ կարևոր է, մենք մեր անտառի մասին ենք մտածում, մեր ճանապարհի, մեր լուսավորության, մեր ջրամատակարարման եւ այլն։ Բայց այսօր զուգահեռ ուրիշ process էլ է տեղի ունենում։ Մեր հանգստությունը, այդ տուն նստողի եւ տուն նստածի հանդարտությունը անհանգստացնում է շատերին։ Եվ մեզ ամեն օր ամեն ինչ արվում է, որպեսզի տագնապը վերադառնա Հայաստան, տագնապը վերադառնա Հայաստան, տագնապը վերադառնա Հայաստան, ամեն օր միլիոններ են ծախսում, որ համոզեն, որ Հայաստանի կառավարությունը ես պայմանավորվածություն ունեմ, որ 300,000 ադրբեջանցի պետքա գա, միլիոններ են ծախսում, միլիոններ։ Մենք, Ժորժ ջան, փախստականների վերադարձի թեման փակել ենք, ընդ որում ես չեմ թաքցնում, երկկողմ ենք փակել, որովհետև դրանք ճանապարհը, այդ նույն օրինակը բերում եմ, մեզ ասում են դու սահմանները ճանաչելով, մեզ սահմանափակել ես, որ մենք տարածվենք դեպի տարածվենք, ասենք օրինակ դեպի արևելք կամ դեպի արևմուտք, ու ճիշտ են ասում, բայց ինչքան մեզ եմ սահմանափակել, որ տարածվենք դեպի արևմուտք եւ դեպի արևելք, այնքան ուրիշներին եմ սահմանափակել, որ մեր տարածքում եւ մեր տարածքով ընդլայնվեն դեպի արևելք եւ դեպի արևմուտք։ Ուրիշ բանի պատճառով, որ մենք օբյեկտիվորեն, երբ որ մենք մեզ դնում ենք դեպի արևելք եւ դեպի արևմուտք տարածվողի տեսլականի մեջ, մենք կորցնում ենք մեր անկախությունը, գիտեք ինչի, որովհետև մենք անխուսափելիորեն օգնության կարիք ենք ունենում, մենք ստիպված ենք լինում գնալ եւ օգնություն խնդրել, եւ այդ օգնություն խնդրողի կարգավիճակը մեր կարգավիճակը օգնություն խնդրողի կարգավիճակը լավ կարգավիճակ չի։ Ամենալավ կարգավիճակը այն կարգավիճակն է, որ դու ասում ես ես իմ հարցերը կլուծեմ, դուք ձեր գործերով մնացեք։ Ես իմ հարցերը կլուծեմ։ Ամեն Աստծո օր միլիոններ են ծախսում ապացուցելու համար, որ ինչ 300,000 ադրբեջանցի, հասկանում եք, ստեղ բայց խնդիրն է, չի խնդիրն է, որ մենք փակել ենք թեման, իրանք բացում են։ Մենք փակել ենք թեման, իրանք բացում են։ Մենք ասել ենք չկա փախստականների վերադարձի process, որովհետև դա նշանակում է կոնֆլիկտի վերսկսում։ Մենք միլիոններ ենք ծախսում, միլիարդներ ենք ծախսում Ղարաբաղից տեղանված մեր քույրերին եւ եղբայրներին Հայաստանում տնավորելու համար, ընդդիմությունը չի թողում, որ այդ մարդիկ տուն նստեն, որովհետև ուզում եմ նրանց պահի պանդուխտի կարգավիճակում, գաղթականի, պատկերացրեք այդ վիճակը, որ դուք չգիտեք ստեղ եք ապրելու, թե ստեղ չեք ապրելու։ Ես անդադ այդ օրինակն եմ բերում, կանգառի վիճակը եւ հանգրվանի տան վիճակը։ Կանգառի վիճակում մարդը չի կարում կենտրոնանա որևէ բանի վրա, ոչ կերածնա կերած, որտեղ պետք է ճամփի վրա է, պետք է շուտ արեք, շուտ գնում ենք, ոչ քնածնա քնած, ոչ նստած, ոչ հանգստացա, որովհետև անընդհատ այդ ժամանակի չհերիքելու որ ուշանում ես ինչ որ մի տեղից։ Եվ հիմա ընդդիմությունը պատերազմի եռագլուխ կուսակցություն չի թողում, որ Ղարաբաղի ժողովուրդը տնավորվի, որովհետև հոգեբանական տնավորվելը շատ կարևոր է։ Եվ սա կարևոր է Հայաստանի համար, որովհետև այսօրվա Հայաստանում լիքը մարդիկ կան, լիքը, որոնց նախնիները եկել են Ղարսից, եկել են Մուշից, եկել են բանից, Վանից եւ այլն։ Բայց այդ չպետք է նշանակի, որ Հայաստանը մեր տունը չի, այլ կանգառ է։
մենք ոչ թե Վան վերադառնալու process-ում ենք, մենք Հայաստանում տնավորվելու process-ում ենք, Հայաստանում։ Եվ մենք պետք է հասկանանք մի բան, որ Վանը Երևանից տարբերվում է մի շատ էական բանով։ Երևանը պետություն է, պետության մայրաքաղաք է։ Եվ հայրենիքը պետությունն է, որովհետև եթե հայրենիքը քո պետությունը չի, ուրեմն դա մեկ ուրիշի հայրենիք էլ է, հասկանում եք։ Այսօր Հայաստանը ինչի է մեր Հայաստանի Հանրապետությունը, ինչի է մեր հայրենիքը, որովհետև մեր պետությունն է։ Եթե մեր պետությունը մեր հայրենիքը չի, ուրեմն առնվազն ուրիշների հայրենիքն է, ում պետությունն է, նրա էլ հայրենիքն է։ Ում պետությունն է, նրա էլ հայրենիքն է։ Եվ այս սրա մասին է այսօրվա խոսքը։ Այս քաղաքական process-ը սրա մասին է։ Եվ այսօր ինչ են ասում։ Այդ մարդիկ մենք հազիվ կոնֆլիկտի թակարդից դուրս ենք եկել ժողովուրդ։ Հազիվ դուրս ենք եկել կոնֆլիկտի թակարդից։ Այդ մարդիկ մեզ վերադարձնում են կոնֆլիկտի թակարդ։ ԲՀԿ ղեկավարն ասում է փոխանակ ծովից ծով Հայաստանի քարտեզը կպցնի, այդ ինչ քարտեզ նկատի ունեն Հայաստանի միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքի քարտեզը։ Շատ լավ, ծովից ծով Հայաստան։ Ո՞վ է հետ բերելու։ Ո՞վ է պայքարելու ծովից ծով Հայաստան։ Ծառուկյանի տղեն։ Ծառուկյանի տղեն է պայքարելու։ Ես ասում եմ, իրանք ողջ ազգուտակով ցեղով սահմանի պաշտպանության համար մի կրակոց չեն արձակել, մի կրակոց չեն արձակել։ Բայց այդ մարդիկ տասնյակ եւ հարյուրավոր կրակոցներ են արձակել Երևանում, Աբովյանում, Առինջում, Ծաղկաձորում։ Նրանց համար ծովից ծով Հայաստանը գիտեք որն է, որ մարդկանց մտովի ուղարկեն Հայաստանից դուրս, իրանք Հայաստանի ներսում բեսպրեդել անեն։ Ժողովուրդը հետո գնացել են կոլիբեդա, թեքել են մեր երեսին, դոդի գադո երեսին, ինձ ֆորմայով իմ երեսին թեքել են, ինչա կաննաց նայելի աղջիկերի կեն ասում են, սեր աղջիկի կամակին են նայում, ետ ինավատացամով, սովետական։ Շատ լավ, շատ լավ։ Ռոբերտ Քոչարյանն ասում է 29743 կիլոմետրով պետքա կարծում եմ պետքա չսահմանափակվենք։ Շատ լավ։ Ինչա դա նշանակում, բա ինչով պետքա սահմանափակվենք։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը ասում է խաղաղությունը պետքա վերանայենք, վերաբանակցենք։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունը մեզ ուղիղ հետ է տանում կոնֆլիկտի թակարդի մեջ։ Այսօր մենք ազատվել ենք կոնֆլիկտից եւ այսօր մենք վերադարձել ենք տուն։ Մենք ասում ենք Հայաստանի ժողովուրդ, հայ ժողովուրդ, հայրենիք փնտրելու կարիք չկա, պանդուխտի վիճակում դեգերելու կարիք չկա, որովհետև մենք գտել ենք մեր երազանքների հայրենիքը, մեր ավետյաց երկիրը եւ Հայաստանի Հանրապետությունն է մեր երազանքների հայրենիքը։ Այդ հայրենիքում, մեր հայրենիքում բազմաթիվ ճանապարհներ կան, որ պետքա կառուցվեն, մանկապարտեզներ, դպրոցներ, աշխատատեղեր եւ այլն եւ այդպես շարունակ։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մենք պետք է աշխատենք եւ մեր աշխատանքով մեր հայրենիքը, մեր պետությունը համապատասխանեցնենք մեր ունեցած պատկերացումներին։ Իսկ նախկինում ինչ ա եղել։ Մարդիկ աշխատել են, ինչ ասել են դե բանակի համար է, Ղարաբաղի համար է, դե կռվի համար է եւ այլն եւ այլն։ Արդյունքում ինչ ա պարզվել։ Ես ձեզ մենակ մի օրինակ բերեմ։ Երկու օրից Հանրապետության հրապարակում տեղի ունենալու զորահանդես, հաշվետվություն զորահանդես, որովհետև մենք այնքան բամբասեցին, մենք չենք ուզում անկեղծ ասած անենք, բայց այնքան բամբասեցին, թե բանակը քանդել ենք։ Մենք կներեք, ինչ որ առումով մենք ոչ թե բանակը քանդել ենք, այլ իրանց բանակ կոչված ավերակը մի կողմ ենք դրել եւ զրոյից ստեղծել ենք բանակ։ Վաղը չէ, այսօր քանիսն է։ Վաղը չէ, մյուս օրը եկեք Հանրապետության հրապարակ
Եվ տեսեք այդ բանակը, բայց ես ձեզ ուրիշ բան ասեմ։ Ուրեմն նրանք ովքեր զինվորական ծառայության հետ առնչվել են, գիտեն, որ մեր հրետանու ողնաշարը եղել է D30 հրետանային միջոցը։ D30 ովքեր ծառայել են գիտեն։ D30-ը մեր հրետանու հրետանին ա եղել։ Ուրեմն առաջին անգամ խնդրում եմ ուշադրություն, էլի հազար ներողություն։ Շատ կարևոր բան եմ։ Մեր հրետանու բանակի հրետանու երրորդ հանրապետության ողնաշարը եղել է D30, այսինքն մեր հրետանային միջոցների մեծ մասը D30 հրանոթն է եղել։ Ուրեմն առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը գործարանային արտադրության, այսինքն Զավադսկոյ D30 հրանոթ ունեցել է 2023 թվին։ Առաջին անգամ նախորդող որ շրջան, այսինքն որ այդ զենքի արտադրություն առաջին օգտագործողը մենք ենք, գործարանից դուրս է եկել եւ եկել է Հայաստանի Հանրապետություն։ Այդ առաջին անգամ Հայաստանը ունեցել է 2023 թվականին եւ ամսի 28-ին դուք կտեսնեք այդ D30 հրետանային միջոցները։ Նախկինում մեր ունեցածը Սերժ Սարգսյանը, որ ասում էր 80-ականների զենքեր, Ժողովուրդ ջան, ինքը գլուխ է գովացել։ 80-ականների զենք ասելով գլուխ է գովացել, որովհետև մեր բանակի զենքի 70%-ը եղել է 70-ականների, 60-ականների, 50-ականների զենք ենք մենք ունեցել, եւ իրանք խոսում են բանակի մասին։ Ես ուրիշ բան, վաղը չեմ մյուս օրը, որ դուք տեսնեք կամ հեռուստացույցով հետևեք, նայեք D30 հրետանային միջոցը, մենակ աչք վիզուալ, նայեք D30 հրետանու չափին, ֆիզիկական չափին, եւ այն նոր հրետանային միջոցները, որոնք մենք ձեռք ենք բերել վերջին տարիներին, մենակ չափերի տարբերությունը նայեք, եւ ձեզ համար բացարձակապես ամեն ինչ պարզ կլինի։ Բայց ուզում եմ մենք իմանանք նաև, ձեր մոտ հարց կարածակի, իսկ ինչի մի րոպե, իսկ ինչի մենք այդ նույն բանակը չունեինք, ասենք օրինակ 2021 թվին, 2020 թվին, 2019 թվին, իսկ դրա համար մի պարզ պատճառ կա, երկու պատճառ ա եղել ժողովուրդ ջան։ Առաջինը, միջազգային շուկան մեզ զենք չի վաճառել երկու պատճառով։ Առաջինը, ասել է, որ դուք հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ եք, եւ մենք չենք կարող այս տեխնոլոգիաները ձեզ վստահել, որովհետեւ կազմակերպության ներսում դուք կարող եք փոխանցել եւ դա մեզ համար խնդիր է, նո սա եղել է ոչ ամենակարևոր պատճառը։ Իսկ ամենակարևոր պատճառը եղել է այն, ասել են, մենք ոչ միայն համոզվածություն չունենք, որ դուք այս զենքերը չեք օգտագործելու ձեր միջազգայինորեն ճանաչված սահմանից դուրս, այլև համոզված եք օգտագործելու ենք։ Դրա համար մենք չենք կարող կներեք, բայց չենք կարող մենք ձեզ այդ զենքերը վաճառենք։ Այդ զենքերի շուկան, եթե ուշադրություն դարձեք, մենք ասում ենք, մենք ցուցադրելու ենք 2022 թվականից հետո ձեռք բերված զենքերը հիմնականում 90%-ը 2022 թվականից ձեռք բերված զենքեր են։ Ինչա տեղի ունեցել 2022 թվականին։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են, որ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմատայի հռչակագրի հիման վրա։ Երբ որ մենք ճանաչել ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը, մեր հարևաններն էլ մերը, զենքի շուկան մեզ համար բացվել է, որովհետեւ լեգիտիմ իրավունք է սեփական տարածքի անվտանգությունը եւ անձեռնմխելիությունը պաշտպանելը։ Այս է տեղի ունեցել եւ մենք պետք է սա շատ հստակ գիտակցենք։ Եվ հետեւաբար ամենակարևոր նորությունը, որով ես այս նախընտրական քարոզարշավում գալիս եմ ձեր մոտ հետեւյալն է, որ ի վերջո Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է խաղաղություն, ժողովուրդ ջան, եւ այս խաղաղության առիթով շնորհավորում եմ ձեզ բոլորիդ, մեզ բոլորիս, որովհետեւ խաղաղությունն է երաշխիքը, որ մենք մեր տանը կապրենք եւ կծաղկենք, որովհետեւ խաղաղությունն է երաշխիքը, որ մենք 1000 տարվա
հեռանկար ունենք, 1000 տարվա հեռանկար, և 1000 տարվա հեռանկարը կախված է նաև մեր գիտակցման հետ, որ մենք պետք է մեր միջավայրում առանց կողմնակի օգնության ապրելու հնարավորություն ունենանք և հմտություն ձեռք բերենք։ Ես ձեզ ուրիշ բան էլ ասեմ, օրինակ տարիներ առաջ, երբ որ մենք ոչ Ադրբեջանի հետ ենք խոսում, ոչ Թուրքիայի հետ ենք խոսում, երբ որ մեզ պետք էր Ադրբեջանին ինչ-որ բան ասել, մենք երրորդ երկրի միջոցով խաբար էինք ուղարկում, և երրորդ երկրի միջոցով էլ պատասխան էինք ստանում, և որոշ ժամանակ անց զգում էինք, որ ինչ-որ մի բան են չի, հետո հասկացանք, որ ոչ մեր ուղարկած խաբարն է ճիշտ գնում տեղ հասնում, ոչ էլ իրենց տված պատասխանն է գալիս ճիշտ տեղ հասնում, ընդ որում երբեմն չարամիտ, բայց միշտ չի որ չարամիտ, որովհետև կան նրբություններ, որ պրոցեսի մեջ անընդհատ ըլնող մարդը գիտի, բայց ով որ 5 րոպե առաջ է եկել, ինքը չի հասկանում նրբությունները, և ուղերձները փոխանցելիս ծռված, թեքված, դեֆորմացված է ուղարկում։ Եվ հետևաբար մենք որոշել ենք, որ պետք է մեր միջավայրում կարողանանք ինքնուրույն ապրենք, մեր հարցերը կարողանանք մաքսիմալ ինքնուրույն լուծենք, դա չի նշանակում, որ մենք սահման ենք դնում և բան ենք, մեկուսանում ենք միջազգային հանրությունից։ Ի վերջո խաղաղությունը հաստատվեց օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի աջակցությամբ և մասնակցությամբ, բայց ժողովուրդ ջան, այդ հնարավոր դարձավ մի պատճառով։ 2025 թվականի մարտի վերջին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ ավարտել են բանակցությունները խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնությամբ, այսինքն մենք արդեն համաձայնեցված տեքստ ունեինք, որը պատրաստ էր ստորագրման։ Երկրորդը, դրանից հետո ինչ է տեղի ունեցել։ Դրանից հետո տեղի ունեցել իմ առաջին աշխատանքային այցը Թուրքիա։ Ես գնացել եմ Ստամբուլ և խոսել եմ մեր ռազմավարությունների մասին։ Դրանից հետո Աբու Դաբիում տեղի ունեցել հուլիսի 10-ին, տեղի ունեցել Ադրբեջանի հետ մեր երկկողմ հանդիպումը։ Եվ դրանից հետո օգոստոսի 8-ը դարձել է հնարավոր, օգոստոսի 8-ը օդից չի ընկել։ Օգոստոսի 8-ը ի վերջո մեր երկկողմ աշխատանքի եզրափակումն է, կուլմինացիան է։ Իհարկե նախագահ Տրամփի անմիջական մասնակցությունը շատ մեծ և էական դեր ունեցավ։ Եվ հետևաբար ժողովուրդ ջան, մեր խաղաղությունը, ինչպես 9 ամսեկան խաղաղությունը 9 ամսեկան երեխայի աննման, որ տանը 9 ամսեկան երեխա կա, այդ 9 ամսեկան երեխան այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է և այդ ընտանիքի ուրախության առիթը։ Ցանկացած 9 ամսեկան երեխա ինչ պրոբլեմ էլ լինի տանը ընտանիքում, բերկրանք և ուրախություն է պատճառում։ Բայց 9 ամսեկան խաղաղությունը 9 ամսեկան երեխայի հետ ունի ևս մեկ ընդհանրություն։ Եթե մենք իր նկատմամբ խնամք չտանենք, ինքը չի ապրի պարզապես։ Այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը ինչ անում, ասում է, եկեք այդ 9 ամսեկան երեխային հանձնենք որբաթուն, որբանոց, որովհետև մենք չենք կարա իրան տիրություն անենք, ուրիշների խնամքին հանձնենք։ Այսինքն մեր ճակատագիրը էլի հանձնենք ուրիշների խնամքին։ Պատմական այս շրջափուլի առանձնահատկությունն է, որ մեր ճակատագրի ղեկը տառապանքների, զրկանքների, զոհերի և զոհողությունների միջոցով մեր ձեռքերը հասել են մեր ճակատագրի ղեկին։ Եվ մենք այսօր ամուր բռնած ենք մեր ճակատագրի ղեկը, մենք կառավարում ենք մեր ճակատագրի ղեկը, մեր ճակատագիրը։ Եվ սա պատմական մեծ իրադարձություն է։ Եվ այս է պատճառը, որ ես ասում եմ, որ առաջիկա ընտրությունների ամենակարևոր հարցը, որին պետք է հնչի պատասխան հետևյալն է, Հայաստանի ժողովուրդը տեր կանգնում է խաղաղությանը, թե չէ, Հայաստանի ժողովուրդը 9 ամսեկան մանուկին տեր կանգնում է, թե չէ։ Հիմա ամեն օրվա հետ իմ համոզմունքը ավելի է մեծանում, որ այո, ժողովուրդը տեր կանգնելու է։ Եվ ուրեմն ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում,
խնդրում եմ, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք բայց շատ կարևոր է հասկանալ թե ինչու ենք քվեարկում 16-ին որովհետև սա ժողովուրդ ջան պաշտոնի կռիվ չի սա աթոռի կռիվ չի սա պայքար է հանուն պետության հանուն անկախության հանուն խաղաղության եւ ուրեմն 16-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը տեր ենք, անկախությանը տեր ենք, ապագային տեր ենք, խաղաղությանը տեր ենք, Մեգրաձորին տեր ենք, Ծաղկաձոր խոշորացված համայնքին տեր ենք, Կոտայքի մարզին տեր ենք, Երևան մայրաքաղաքին տեր ենք, Հայաստանի Հանրապետությանը տեր ենք, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը բայց այս ընտրություններում կա նաև մի շատ կարևոր հարց եւ ենթատեքստ եւ ամենակարևոր հարցերից մեկն է նա ժողովուրդ որ ամեն քաղաքացի իր ուժը զգա ամեն քաղաքացի իր դերը եւ իր արժեքը զգա, որովհետև 2018 թվականից հետո քաղաքացին իրոք որոշիչ ուժ է Հայաստանի Հանրապետությունում, իրոք որոշիչ ուժ է։ Ես ասում եմ, ես այո կգամ, կհանդիպեմ, կխոսամ, գաղափարներ կկիսեմ, բայց որոշողը դուք եք որոշողը։ Ես օրինակ 2018 թվականից հետո նախ այդ Հայաստանում ոչ մի ընտրությունների արդյունքներ չեն կեղծվել, ոչ մի ընտրություն, ոչ մի քվեաթերթիկով։ Ես չգիտեմ ընտրությունների արդյունքների վրա ազդելու այլ ձև, քան ժողովրդի եւ մարդկանց հետ խոսելը, քան գաղափարներ կիսելը, քան գաղափարներով մարդկանց ոգևորելը, գաղափարը տարածելը Եվ այսօր ես դրանով եմ զբաղված, բայց շատ կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրը շատ հստակ առերեսվի այն փաստին, որ ընտրությունների արդյունքները ով կլինի վարչապետ առաջիկա ընտրությունների արդյունքներով, ինչպիսին կլինի Հայաստանի հետագա ընթացքը, ինչ կլինի խաղաղության հետ Արդյոք մենք հետ կգլորվենք կոնֆլիկտի թակարդի մեջ, թե խաղաղությունը կդառնա ինստիտուցիոնալ։ Այդ ամեն ինչը կախված է մեկ մարդուց, պատկերացնում եք ընդամենը մեկ մարդուց։ Որովհետև գիտեք ինչ 2010, 2007, 2008, 2012, երբ որ մարդկանց հետ որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ խոսում էի, մարդիկ խոսում էի, ասում են հա ճիշտ ես ասում, բայց ոչ մեկ բան չի անի, ոչ մեկ չի արտահայտվի, ոչ մեկ չի կանգնի, ոչ մեկ չի պաշտպանի, Հայրանց ներսում կիմանան, որ ճիշտ է, բայց ոչ մեկ չի պաշտպանի։ Այս գաղափարը այն ժամանակ ծնվեց, ասի դու ուրիշի հետ ինչ գործ ունես։ Ուրիշի հետ դու ինչի ես մտածում, թե ուրիշը ինչ կանի։ Որտեղ դու ազդեցություն չունես, ուրիշը ինչ կանի։ Ուրիշը ինչ կանի, ուրիշը կորոշի։ Դու կարած որոշես, թե դու ինչ կանես։ Դու ինչ ես ինձ ուրիշի բան կար, չէ։ Այս ժողովուրդը ժողովուրդ չի, այս երկիրը երկիր չի, էսա փոխվել, այսօր Հայաստանի Հանրապետությունում, ժողովուրդը ժողովուրդը, երկիրը երկիրը, քաղաքացին քաղաքացիա, ժողովուրդը, երկիրը երկիրը, քաղաքացին քաղաքացիա, եւ ուրեմն առաջիկա ողջ պատմական ընթացքի
ճակատագիրը կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 եւ այդ մեկ մարդը ինչքան էլ հերրու կանգնած լինես դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, ով այդ մեկ մարդը թող ձեր բարձրացնի մեկ մարդը, եւ այդ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի, Հայաստանի Հանրապետության հպարտ ժողովուրդ, հպարտ արժանապատիվ եւ պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Մեղրաձորին, Ծաղկաձորին, Կոտայքի մարզին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Ներողություն եմ խնդրում, բայց ձևաչափը չի նախատեսում, որովհետև մենք ժամանակացույցի մեջ ենք, բնակավայրերում հանդիպումներ ունենք, պետք է մեր գրաֆիկով գնանք առաջ։ Երկու հայտարարություն, առաջինը, որ մեր Կոտայքի մարզի եզրափակիչ հավաքը տեղի է ունենալու վաղը 20:00-ին, ոչ մի րոպե շուտ եւ ոչ մի րոպե ուշ Աբովյանի քաղաքապետարանի դիմացի հրապարակում, հա ճիշտ եմ ասում տեղը, Աբովյանի քաղաքապետարանի դիմացի հրապարակում, բոլորիդ հրավիրում եմ եւ բոլորիդ սպասում ենք, մեծ պատիվ կլինի մեզ համար բոլորիդ եւ յուրաքանչյուրի տեսնել այնտեղ, ցույց տալ նաեւ դրանով, որ տեր եք կանգնում խաղաղությանը, տեր եք կանգնում պետությանը, տեր եք կանգնում անկախությանը եւ երկրորդը, եթե երեխեք կան, ովքեր ուզում են քարտեզ նվեր ստանան եւ նկարվեն, հիմա այստեղ երեխեք նրբություն ունենա, որ պետքա արագ կազմակերպենք, ով ուզում է մոտենա, այստեղ հերթ, մի գծանի հերթ, այստեղ, մի գծանի, հա, թողան, անդ ինչա, ակոան ինչա, ես կողմից, թե չէ ես կողմ, որտից գնան եկող, հա, շատ լավ, ես ընդեղ կանգնեմ ասենք, Կարող եմ ես էլ քարտեզներ։ մի րոպե, քո անունը ինչա, Գոր ջան, դու կանգնի, Գորը առաջինն է, դեմքով դեպի են կողմ, մի գնա շատ հեռու, դեմքով դեպի են կողմ, հիմա երեխեք Գորի հետևից մի հոգով, մի գծանի հերթ պետք է կազմենք, մի գծանի, երեխեք չէ, դուք երկու գիծ եք կազմեք, հիմա հայտնի մի գծանի հերթ կազմենք։ Եղբայր խնդրում եմ, երեխեքով տիկին ավանսան, տեղ տվեք երեխեքը հերթ կանգնեն, հերթ կա, երեխեք մի գծանի, կուզեք ասեմ օգնականս մոտենու, երեխեք հերթ մի գծանի, երեխեք մի գծանի հերթ, ասեք, դա կոչվում է հռետորական հարց, նոր հասկացա, ասմա որ քեզ ասենք Նիկոլ Հոմես չես սպանի զուգարան, լսեք, իմ ծնողների դրած անունը լսելը ինձ համար մեծ պատիվ է, երեխեքն էլ են ինձ ասում Նիկոլ ու անկեղծ ասած շատ ուրախանում եմ, որ երբ որ ինձ ասում են Նիկոլ, շնորհակալ եմ։
Երեխեք, եթե ուզում եք հանկարծ նկարոյեք, խնդրում եմ անպայման սելֆի բանը օբյեկտիվը բացած մոտեցեք, որ ժամանակ չկորցի։ Երեխեք, հետևից հետ նկարեք։ Նկարեց։ Սամ ջան, կուզես իմ տղա։ Նկարեց։ Ես նկարեմ, չեմ անգամից։ Այն այնքան։ Բայց հետո նկարները ոնց եք փոխանցելու։ Ահա։ Նապեձես։ Արի պիկչարի Ես Վիկտորյան եմ, պարոն վարչապետ, ծնվել եմ այստեղ և շատ ուրախ եմ, որ դուք այցելել եք մեր գյուղ, ես սպասում եմ այսօրվան։ Ապրես շատ ապրես։ Ուղիղ եթերին նայиш, սկրինշոտ կանես։ Վերջ։ Պարոն Փաշինյան, դուք հարկակս վարչապետ եք լինելու։ Հաստատ, ապրես։ Պետքա հետ կանգնես, գնա ամենավերջում հետ կանգնես։ Շատ շնորհակալ եմ։ Նկարվում եք։ Էս կոմո։ Նա ապել մեր փոքր եղբորը կտակ սմայլ։ Իհարկե։ Ուղղակի սմայլ եք, պետք չի։ Վերջ։ Նայի ուղիղ եթերին, վերջ։ Եմ կարող ինձ իր կարգարտիստակ։ Հայ հետո։ Ար նկալվենք։ Հայ։ Վերջ։ Վերջ։ Եկեք երեխեք։ Վերջ։ Ես նկարեցի դրա համար։ Այո։ Վայ, նկարի, սելֆի արա։ Անցի է։ Հապեջից կտակ, ես նկարի։ Հա, կտամ։ Մայրը հարկալություն։ Եղավ։ Es como
Բարի։ Սենց դուրս տա։ Ո՞վ է նկարում։ Մանե ջան, դու չես վերցնում։ Նկարվում ես։ Ո՞վ է նկարում։ Սենց։ Այդ սիգնալ նշանակում է, որ մենք պետք է արդեն գնանք։ Վերցրու։ Վեր, մեծերին քարտեզ, հիմա մեծերին քարտեզ նվիրելով կգնանք, էլի։ Արդեն ուշանում ենք, Ժորժ ջան։ Եղբայր ժամանակի խնդիր ունենք, շնորհակալ ենք։ Էլի քարտեզ։ Վայ չի ների Նիկոլ Փաշինյան։ Պետք է ձեր հետ Նկարեց։ Շնորհակալ եմ։ Էլի քարտեզ։ Ների նկարեցի։ Էլի քարտեզ։ Կաղե քարտեզ տալիս։ Ինչ։ Բարի ջան, լավ ես։ Լավ մնաց, լավ ջան։ Մեր հայ ժողովրդի քվարդեին հաջողություն։ Նիկոլ Փաշինյան խնդրեմ մի հատ։ Էլի քարտեզ։ Պարոն Փաշինյան մի հատ գլխարկ կտակ։ Գլխարկ վերցրու։ Մի հատ Բայց էլ վերցրու։ Լավ եղեք, Ժորժ ջան, շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Էլ տվի արդեն գլխարկը։ Մեղրաձոր սիրում ենք բոլորի, Ծաղկաձոր խոշորացված համայնք։